Ադրբեջանն անվտանգության նկատառումներով տարհանում է Թեհրանում իր դեսպանատան եւ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության աշխատակազմին։ Պաշտոնական Բաքուն նման որոշում է կայացրել Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի սանձազերծած պատերազմի 7-րդ օրը միայն եւ ընդամենը 1 օր անց Նախիջևանի վրա անօթաչուներով հարձակումից, ինչի համար պաշտոնական Բաքուն մեղադրեց Թեհրանին։ Իրանը հերքում է իր մեղսակցությունը միջադեպին, որի հետևանքով 4 մարդ էր վիրավորվել, վնասվել տեղի օդանավակայանը։ Անձնակազմի տարհանման հրահանգ է տվել արտգործնախարարը։ Մոլդովացի պաշտոնակցի հետ համատեղասուլիսի ժամանակ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ այս օրերին Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում Պարսից ծոցում արգելափակված իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար եւ պատերազմի ֆոնին չէր կարող հոգ չտանել նաեւ հենց Իրանում գտնվող իր քաղաքացիների անվտանգության մասին։ Հաշվի առնելով այս բոլոր իրադարձությունները, մենք իհարկե պետք է պատրաստ լինենք մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելուն։ Մենք ուշադիր կհետևենք գործընթացներին, կսպասենք Իրանի խոստացած հետաքննության արդյունքներին եւ տրամադրվող տեղեկություններին եւ դրա հիման վրա կայացնենք որոշումներ եւ կձեռնարկենք հետագա քայլեր։ Իրանում պատերազմով պայմանավորված նաև Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակն է բարձրացվել եւ տրվում են համապատասխան հրահանգներ, ասել է նախարարը։ Նախիջևանի վրա երեկվա հարձակումից հետո Միացյալ Նահանգներն այսօր Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Նախիջևան մեկնելուց։ Երեկվա հարձակման ֆոնին Ադրբեջանում աճում են մտավախությունները, որ երկիրը կարող է ներքաշվել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեջ, ինչի հետևանքով Ադրբեջանը կարող է հայտնվել Իրանի թիրախում։ Փորձագետները նշում են, որ Իսրայելի հետ սերտ կապերն Ադրբեջանը դարձնում են Իրանի պոտենցիալ թիրախ։ Ադրբեջանը, որն Իրանի հետ ունի մոտ 700 կիլոմետրանոց սահման, Իսրայելի նավթի հիմնական մատակարարն է։ Իսրայելն իր հերթին Բաքվին վաճառում է զենք եւ անօթաչու թռչող սարքեր։ Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ջասուր Մամեդովը Ազատության ադրբեջանական ծառայությանն ասել է, որ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, հատկապես որ Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ։ Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող նավթով հարուստ Ադրբեջանում մտահոգությունների մեծ մասը էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում խողովակաշարերի եւ արտադրական օբյեկտների շուրջ է։ Դրանց կարող են հասնել իրանական շահեդ տեսակի անօթաչուները, որոնք 1000 կիլոմետրից ավելի են թռչում։ Ortalama 1000 kilometre kadar Իրանը մշակել է այնպիսի անօթաչու թռչող սարքեր, որոնք կարող են թռչել մինչև 1000 կիլոմետր։ Դա նշանակում է, որ դրանք կարող են հեշտությամբ հասնել Ադրբեջանի Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև ցանկացած քաղաք։ Müharibə arxitekturası baxımından Ըստ վերլուծաբանի, եթե Բաքվի ամենամոտ դաշնակից Թուրքիան օգնության ձեռք չմեկնի, շատ դժվար կլինի պաշտպանել երկիրը։ Թուրքիայի արտգործնախարարությունը երեք Նախիջևանի վրա հարձակումից քիչ անց դատապարտեց այն, կոչ անելով անհապաղ դադարեցնել նման հարձակումները։ Դրանից 1 օր առաջ էլ Թուրքիան էր հայտարարել, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը բալեստիկ հրթիռ է որսացել երկրի սահմանային շրջանում։ Իրանը հերքել է մեղադրանքը, որ բալեստիկ հրթիռ է արձակել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղությամբ։ Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը նշել է, որ անօթաչու թռչող սարքերով հարձակումը կստիպի Բաքվին միջոցներ ձեռնարկել իր պաշտպանության համար եւ խորհրդակցություններ սկսել Թուրքիայի հետ։ Թուրքիայում բնակվող իրանցի վերլուծաբան Աթամ Մոհամմադ Թաբրիզին Ազատությանն ասել է, որ այս սպառնալիքների ֆոնին Թուրքիան կարող է սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ։ Եթե Ադրբեջանը եւ Թուրքիան զգան Իրանի կողմից սպառնալիքի որևէ աճ, ամենայն հավանականությամբ երկուսն էլ կունենան կոալիցիա կազմելու ներուժ։ Bugün İran tarafından Azerbaycan Երեք Նախիջևանի վրա հարվածից քիչ անց նախագահ Ալիևը անվտանգության խորհրդի հրատապ նիստ էր հրավիրել, որի ժամանակ ասել էր, թե Ադրբեջանը երկաթե բռունցքով կարձագանքի իր դեմ ագրեսիային։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Այս պայդրությամբ որևէ պատասխան հարվածի մասին չի հաղորդվել։ aparatları ile